Այ սենց սառացակետինը ոչ էլ բան են ցանում վտանգավոր է շատ բարի օր ժողովուրդ ջան գետինը սառել է հիմա 0 աստիճան է բայց էլի ձյուն է հաղորդել որ չեմ ասում նայել եմ էլի ով է հաղորդել վերջ է ձյուն է գալու հիմա այդպես շատ ցուրտ չի երևի կիշնի էլի մի աստիճան 2 որ արդեն համ ձյուն կգա տեղումները ձյան տեսքով կլինեն համ էլ կիշնի ավելի ջերմաստիճանը ուրեմն նայեք ձեռքս ինչ եմ պահել այս ֆրանսիական օծանելիքների խանութի իսիպարին է այն մի անգամ որ մտել էի փչել էի մի երկու բան բայց չէի նշել մոտս որը ինչ է բայց այս մեկը հիշում եմ որ բանն է ժադողն է շատ լավն է հոտը ես մի աման օգտագործել եմ շատ սիրում եմ այս հոտը էլի մի բան էի փչել բայց անունը չեմ հիշում որ մեկն էր էլի այդպես հիմա ես դուրս եմ եկել գնում եմ քաղաքի կենտրոն խանութներ այ լավ էր այստեղ կանգ առա որովհետև ավելի լավ այն մյուս կողմով գնամ այնպես ավելի մոտ է սովորություն է մոտս դուրս եմ գալիս ուղիղ գնում եմ բայց մյուս ճանապարհով ավելի կարճ է այսպես կգնամ այստեղ հալված է հետնել սառույցը չեն ցանում ոչ ման չեն անում որ սառույցը հալվի երևի սպասում են ինչ գալու է գա մի անգամից նոր աղցանեն խնայում են էլի պետք է զգուշ լինել ուղղակի հիմա ասեցի չէ ետ տանելու բաներ ունեմ տանեմ դրանք ետ տամ ժողովուրդ ջան հետո նայեմ փոխարեն ինչ որ բան կվերցնեմ թե չէ եթե բան լինի կվերցնեմ մի անգամից կնայեմ ինչ հարմար բան կա այնտեղից էլ ետ դառնալուց երևի մի փողոց այն կողմ այդպես ճանապարհս փոխեմ սուպերմարկետի դիմացով անցնեմ մտնեմ մի քանի բան էլ այնտեղից առնեմ նոր գամ արդեն կնայեմ եթե շատ չհոգնեմ էլի կաշխատեմ երկար չմնամ խանութի մեջ թե չէ մի քիչ մնում եմ մի կողմից այդ շոկը խանութի մեջ մի կողմից այդ որ անդադ նայում եմ հագուստներին բան ես դրանից արդեն վատանում եմ այդպես սիրելիներս հիմա արագ քայլեմ գնամ որ ժամանակը խնայեմ ժամը հիմա երևի 2 անցա ասֆալտի վրա հալվել է ձյունը այն որ կեսը հալված կեսը սառած վիճակ է Իվրոշեի դիմացով էի ասում ասեցի մտնեմ հլը նայեմ տոնային կրեմները սեղչել են հեջանցել անգամ մտանք 35 եվրո էին իջել էր 17 ու քանից 17.45 էր ինչեր ասեցի տեսնեմ հլը էլի զեղչել են թե չէ բայց չէ ասեց չէ այս վերջի գինն է լավն էին որովհետև անցել անգամ աշխատողին ասում եմ սրանք լավ կրեմ եմ չգիտեմ ինձ լավ կլինի թե չէ ասեց բեր մի անգամից փորձենք քսես դեմքիս շատ լավ եղա ասի դե լավ սպասենք թող զեղչվի ասեց հա էլ չասեց որ սրանց ավել չի զեղչվելու հիմա պարզվեց այդ վերջի գինն էր 17 եվրո մնացած կրեմներն էլ են էլի այդ գինը գոնե ինչ որ ծանոթ է նրանցից առնեմ հիմա այստեղից անցանք հիմա անցնեմ գնամ հլը հաջորդ խանութը մտնեմ այս երևի այստեղ էլ են սպասում մեր հին նոր տարին էլ անցնի նոր հավաքեն տոնածառը զարդարանքները այս եկեղեցին վերանորոգումը ոնց որ վերջացրել են
Չէ լավ ժամի անցա եկեղեցու զանգերը հնչեցին ժամը 3-ն է ուղիղ ժամերին փաստորեն հնչում այսինքն ոնց որ կարծեմ անց կեսել են հնչում կլոր ժամերին էլ հիմա նայենք ուր ենք մտնում ժողովուրդ ջան դրսում գրած է 70% մինչև զեղչեր երկրորդ շաբաթն է այսինքն երկրորդ զեղչերն են անում Ես ինչքան է իջել, կարմիրը 50%, 70 եվրո արժի ես, 35 եվրոյ է իջել։ Սրանք էլ նուրբ ժակետներ են, 70 եվրո։ Մոխրագույնը 20% է զեղչվել։ Եթե կարմիր է, ուրեմն 50%։ Այս կողմը տոնածառը հավաքել են, այսինքն սկսել են արդեն հավաքելը, հերթով հավաքում են։ Հայնեմ եմ մտել էլի, համետ կիսաշրջազգեսն ու վերնաշապիկը ետ կտամ, ես հաստա շատ է սվիտերը, հակնել կլնի, 30 եվրոյ է իջել, ես մեկն էլ։ Ես կողմում, ես մեկը 18 եվրոյ է իջել, սիրունագույնը, ձևն էլ է սիրուն սրտաձև, այս շատ հաստա, կլոր վիզ։ Ես քարերովը 20 եվրոյ է իջել, ես տակերը, որ մի ձևի կլյոշ է լինում, չգիտեմ ոնց անստու, պետք է երևի շատ նիհար լինենք, որ սիրուն լինի։ Գույնը շատ սիրուն է, այս ներքևի մասը նայեք լայնոտ է, էլի։ Ես իմ եմ փորձած սվիտերներից է, բուրդոյի գույնը, որ ասեցի վիզա այդպես դուրս չեկավ։ Նույնի մոխրագույնն էլ կա, սպիտակը, բուրդոյը, մոխրագույնը։ Ես իջել է 25 եվրո, կարնանային, աշնանային։ Մի քիչ էլ շալվարները նայենք, չէ, մենակ շոպինգ անելը հանցագործություն է, պետք է մի հոգի անպայման որ օգնի, 18 եվրոյ է իջել ես, գույնը սիրուն է, բայց ձևը չէ, Այս պլուսկաներն էլ նայենք, սրանք առանց վարատնիկի սիրուն չի, 30 եվրո են իջել, ես 13 եվրոյ է իջել, 13 եվրո, մի հատ գտա ես յուկայից, հիմա տանեմ փորձեմ, նայեմ կլինի հագս թե չէ, մի հատ էլ տղամարդկաց բաժինը նայեմ, ես կաշվից բաճկոնները մեջ լավ տակա, 50 եվրո են իջել, նույն տիպի կանացի մեր մոտ, մեր խանութում էլ կար, ժիլետները 18 եվրո են իջել, վերարկուները, սրանք ես մոխրագույնները 25 եվրո են իջել, ես բաճկոնները 40 եվրո, ինչ էլ մեծ ռազմերներ են, ես խանութի շորերը մեծ են գալիս,
Այս վերնաշապիկը 25 եվրո արժի, բայց սրանք արդեն զեղչված չեն։ Այս տաբատը սիրուն է, բայց 30 եվրո արժի։ Սիենայում հիմնականում 30% զեղչեր են դրած, հետո դե կշատացնեն, ավելի կբարձրացնեն զեղչերը, հիմա քչից սկսել են։ Գույնը սիրուն է, վարդագույն։ Արդեն հոգնեցի նայելու ժողովուրդ ջան, արդեն էլ չեմ ուզում նայել։ Ինչ է սիրուն կանաչը, 30 եվրո արժի, 30% զեղչ, այսինքն 21 եվրո ոնց որ։ Այս 20 եվրո արժի, այս գույնը փաստորեն կապույտ գույնը 20% է զեղչվում։ Մի քիչ նայեցի դուրս եկա, չեմ կարող այս խանութների մեջ, հատկապես որ մենակ եմ, էլի որ երկուսով ենք լինում, էլի մեկս մյուսից օգնում ենք, բայց այս մենակ չեմ կարող նայեմ։ Ներսում էլ նենց շոկ է, չէ, գնացի այդ չեմ կարող ժողովուրդ ջան, գնամ մտնեմ սուպերմարկետ ու գնամ տուն։ Բա ոնց մարդիկ կամ ժամերով շոփինգ են անում, մեր խանութում էլ եմ տեսել հաճախորդների, որ ժամերով խանութի մեջ են։ Հատուկ կամ չէ, տենց շոփինգի բան ունեցող մարդիկ հավես։ Հիմա չգիտեմ, ասում եք այդ տարիքից է թե չէ, բայց ինձ թվում է տարիքից չի։ Ես ջահելների եմ ճանաչում, որ նրանք էլ չեն սիրում շոփինգ անել, օնլայն են պատվիրում։ Օնլայն էլ մի քիչ ետ տանելու հարցն է, էլի։ Ես տեսնում ես, շոշափում ես, նկարով լրիվ ուրիշ ձև է երևում։ Ամեն ակնոցների խանութում էլ սովորական ակնոցները 200 եվրո, ավելի լավերը 368, երրորդն էլ նվեր կարելի է վերցնել, այսինքն երկու հատ առնես, երրորդը նվեր կարաս վերցնես։ Արդեն մութը ընկնելու վրա է, լույսերը վառել են երևում է սիրուն։ Անձրև սկսվեց, ձյուն էր ցույց տալիս, որ գալու է, բայց անձրև սկսվեց, լավ է ձյունը կհալասնի։ Հանգիստ քաղաք է, այդքան մարդ չկա։ Այս, չգիտեմ էկրանից են կոմ ոնց է երևում, բայց շատ սիրուն փողոց է։ Այս էլ մեր քաղաքի քաղաքապետարանի շենքն է։ Դոնցիկ բան չեմ վերցրել, ասում եկա կապիշոնով բան եմ հագել, վերարկու եմ հագել, եթե անձրև սկսվի կամ ձյուն սկսվի կծածկեմ, կդնեմ, դրա համար էլ ավելորդ ինձ վերջ սարքեցի, վերջի պահին, դուրս գալու պահին տանից, թեմույց են իմ ասած ծածկոցը բերեցին, պատվերը ստացա, մի անգամից հետ դարս բան արեցի, որ ետ եմ ուղարկելու, բայց որտեղից որ պետք է ետ ուղարկեմ ահագին հեռու է մեր տանից, պետք է մեքենավ պետք է այնտեղ տանեմ, որովհետև ահագին հեռու է, մի 3-4 կիլոմետր համարյա, ոտքով տանելու չի, երև որ ծանր էր, դրա համար մի հնարավորություն տվեց, էլի, միշտ երկու տարբերական լինում, թե որտեղից կարամ ետ ուղարկեմ, այս անգամ մի հատ էր, 2 կիլո էր այդ բանը,
Ծանրոցը 2 կիլո էր, դրա համար երևի այդքան ծանր ու մեծ գալիս էր։ Այստեղ արդեն անձրևը հալացրել է ձյունը, դպրոցները վերջացել են, հեսա աշակերտներ են դուրս են գալիս։ Այստեղ մոտիկ դպրոցներ կան, համ մեծ երեխեքի, համ փոքր երեխեքի։ Երեխեքին տուն են տանում։ Հայնեմում կասայմով սպասում էի, որ ինչ-որ ետ էի տալու հետ տամ, ու դրա փոխարեն մի երկու հատ բան վերցրի, ռետուզներ եմ վերցրել, ուրեմն աշխատողը աֆրիկացի աղջիկ էր, ու սպասարկում է, էլի աֆրիկացի մի աղջկա, բանը այնքան հանգիստ է աշխատում, ուրեմն իմ ետևը այնքան հերթ է գոյացել արդեն, բայց ինքը իր հավեսով աշխատում է, դանդաղ, երևի մի 10 րոպե սպասեցինք, իմ ետևը կանգնած կինել չդիմացավ, թողեց գնաց, նայեց ինձ ժպտաց, ես պետք է կանգնեի իր մոտ, այդտեղ կասայում պետք է անեի, որովհետև ետ էի տալու, հետո օնլայն այդ բաները, կտրոնները, դրա համար էլի, ասեցի իր հետ մի անգամից պարզաբան եմ լրիվ, այդպես մինչև սպասարկեց տնաշենի աղջիկը, չէ, ինքը չսպասարկեց, այդպես իր հավեսով ինքը աշխատում էր, դանդաղ, կանչեց կոլեգան եկավ մյուս կասան բացեց, այն մյուս աղջիկն եկավ ինձ սպասարկեց, թե չէ մինչև մա հաստատ կանգնած կլինեի, հասա Ալբերտին ժողովուրդ ջան, մտնեմ այդ ձեր ասած խմորները տեսեմ, կարամ հեշտ գտնեմ ու բան անեմ, խտացած կատ պետք է առնեմ, քունջուտի սերմեր, վերջը, մտնեմ առևտրիսանեմ դուրս գամ։ Սուպերմարկետ եմ մտել, հենց նայեք երեխեքի պայուսակները։ Խանութի մեջ հարմար չի լինում ինձ նկարելը, որ հատկապես մենակ եմ, չէ լինում։ Մի ձեռքով պայուսակ Սուզանբյուղն եմ քաշ տալիս, մյուս ձեռքով էլ բացում, փակում եմ դռները կամ բան, հեռախոսը չեմ կարողանում պահեմ, դրա համար չկարեցա նկարեմ, մի քանի բան վերցրել եմ հեսա, ծանր պայուսակս, տանը ցույց կտամ ինչ եմ առել, այդ խմորները, որ ասում էի, գտա աշխատողին հարցրի ցույց տվեց որտեղ են, ես այդտեղից հետ չէի առել, մի երկու երեք տեղ լրիվ դատարկ էր, մնացած տեղերից ինչ-որ կար արդեն դրված, այդտեղից ընտրեցի, բայց ոնց հասկանում եմ, երևի սրանք էլ էին պալմայի յուղով, բայց չգիտեմ, այն մյուս տեղերը դատարկ էին, մնա մի անգամ էլի, որ կամ կնայեմ հլը, այդպես պիցայի խմոր էր շատ դրված, բայց շերտավոր խմոր, այդպես շատ չկար էլի, օգնեցի արդեն դրսերից, բա որ մարդ մեքենայով չի լինում այդպես է, խանութ գնալ առանց մեքենայի հանցագործություն է, էլի բան կուզեի առնեի տանեի, բայց է չի կար այդքան ձեռքով տանեմ, Աշոտել դե տանը չի, դրա համար ինքը մեքենայով գնում է, ես այսպես մնում եմ, եղանակը ցույց տամ, 4 անցա ուղղակի, որ այսպես անձրև է, դրա համար ոնց որ մի քիչ ավելի շուտ մտնեց, 3 ավելի լույս էր այս ժամին։ Մի երկու բան առա սուպերմարկետից, այս շերտավոր խմորից վերցրի, դե դատարկ էին, այնտեղ մի 2-3 տարակ դատարկ էին, սրանցից եմ վերցրել, չգիտեմ լավն են, լավը չեն, ես առաջին անգամ եմ առնում այդ խանութից, այնպես որ պետքա փորձեմ, այս վիտնովներից վերցրի, սրանք ես այնքան շատ եմ սիրում, սկզբում անսովոր էր, որ նոր այստեղ էինք նոր առնում էի, բայց հիմա շատ եմ սիրում, այս մեծ կապը 4 սուքանիս էր, բայց զեղ չեղավ կասայի մոտ 3 չգիտեմ քանիսով առա, չիայի սերմեր եմ առել ու 2 հատ
Չէ, խտացրած կատ մի հատ առա, այս մոռացա, այդ ծանր չլներ էլի կբերեի, բայց զուտ քաշի համար մի հատ եմ բերել։ Ու 2 հատ ամբողջահատիկ բարսակի փաթիլներ եմ առել։ Սրանք 1 կիլո են հենց տեսեք ինչքան ծանր պայսակ եմ քաշ տվել տուն։ Այսքանի վճարել եմ 16.38։ Վերջում խոստացածս թխվածքաբլիթների պատրաստման ձևը ցույց տամ սիրելիներս։ Մի հատ ձու եմ օգտագործում, 100 գրամ շաքարավազ, լավ հարում եմ մինչև փրփրի, ավելացնում եմ սենյակային ջերմաստիճանի կարագը, էլի հարում եմ լավ, ավելացնում եմ մածունը մի փոքր սոդայով, մի պտղուն սոդայով, հետո փխրեցուցիչ ենք լցնելու, էս էլ եմ հարում, ալյուրն եմ մաղում, մոտավորապես 400 գրամ ալյուր եմ օգտագործել, մի փոքր աղ եմ ավելացնում, մի տուփ վանիլին ու կես թեյի գդալ փխրեցուցիչ, խառնում եմ, հետո արդեն ձեռքերով եմ հունցելու, ստանալու եմ փափուկ խմոր, կրկնակով պետք է աշխատեմ այս խմորի հետ, ահա, հիմա սա պետք է ծածկեմ, դնեմ սառնարան 15 րոպեով, հետո նոր հանեմ ու պատրաստեմ թխվածքաբլիթները, տեսեք փափուկ խմորը, դնում ենք սառնարան, այս ընթացքում ջեռոցը արդեն միացնում եմ տաքանա 180 աստիճանի տակ, քանի որ թխվածքաբլիթների սարքերը ունեմ, ինչով որ կտրելու եմ, արագ է լինելու, բացում եմ, մի փոքր ալյուր իհարկե կարելի է օգտագործել, մոտավորապես մի 5-6 միլիմետրի չափով, բացում եմ ու այսպես սիրուն կտրատում եմ, եթե սարքերից չունեք, ուղղակի կարող եք գնդիկներ պատրաստել, մի փոքր տափակացնել ու կամ էլ ձեր ուզած ձևը տալ, խմորը շատ լավն է, արդեն կարող եք ինքներդ որոշել, ես ունեի այս սարքերը, այս ձևերը, դրանցով եմ կտրում, չնայած տանը փոքր երեխա չկա, բայց մենք էլ ենք ուրախանում սրանց վրա, ահա, ձու եմ քսում վրան, դարչին կլցնեմ անպայման ու սեզամի հատիկներ, սեզամի սերմեր կլցնեմ։ Տեղափոխում եմ ջեռոց, ահա արդեն պատրաստ է, շատ համով թխվածքաբլիթներ են, փափուկ, շատ լավն են իրոք, շատ էլ հեշտ է ստացվում, հիմա կիսեմ նայեք, տեսեք ինչ սիրուն ձիուկ եմ ստացել, շատ համեղ է, խորհուրդ կտամ պատրաստել, անուշանել թեյի կամ սուրճի հետ։ Այսքանը սիրելի բարեկամներ, հաջողություն, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։